Սիրելի հետևորդներ ջան, բարևներ, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, եղանակներն ինչպես են, քեզ հալ, գործ, ով ինչ ընթացքի մեջ է, ով ինչ գործերի մեջ է, հələ ասեք տեսնեմ, իմանամ, քանի որ լավնա չեմ, դարձել ենք մի ընտանիք, մի հավեսով հարազատ ջերմ ընտանիք։ Ուրեմն այսօր մայիսի 23-ն է, չգիտես թե ինչի, գիժմարտի տպավորությունն է թողնում, եղանակը մեկ արև է, մեկ այսպես անձրև։ Օրվա մինչև կեսը արևային է, երկրորդ կեսից այսպես անձրև։ Ու եթե չլինեին այս բացված յասամանները, իսկապես տպավորությունն այնպիսին կլներ, որ մարտն է, ոչ թե մայիսը, այնինչ սահմանափակում ենք գարունը ու մտնում ամառ։ Ուրեմն մայիս ամիսը մեր լորվա տարածաշրջանում բոլորդ էլ գիտեք, որ աչքի անգնում եղևնիների փոշոտումով, դենդրոպարկի վայելումով ու մի խոսքով շատ մարդիկ տարբեր կողմերից, տարբեր քաղաքներից, մանավանդ Երևանից գալիս են դեպի մեր մոտ հանգստանալու, փոշոտվելու, փոշի շնչելու, կես կատակով, կես լրջով։ Բայց ոնց տեսնում ենք, այս տարի փոշոտումը ուշացել է, ուշանում է։ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, այս տարվա փոշոտումը լավ հետանգել, անցած տարի այս ժամանակ տեղին փոշոտում էր, այ ամենաճիշտ ու լավ օրերը հենց այս օրերն են փոշոտման համար։ Բայց այսօր ունենք այս պատկերը, իսկ փոշոտումը գիտենք ինչքան առողջարարու պետքական է մարդու համար, նամանավանդ բրոնխիալ ասմա, մի խոսքով բրոնխների, շնչուղիների հետ կապված հիվանդությունների համար շատ օգտակար է։ Ու այս ժամանակ, այսպես եթե եղանակը լավն էր լինում, փոշոտումը կար ու թեթև մի հատ քամի, սենց անտառի վրա սպիտակ շերտ էր երևում։ Ու գիտենք, որ դա փոշի է։ Կամ եղել է, որ ես մուգ հագուստով գնացել եմ թե անտառ կամ դենդրոպարկ, հագուստս կամ սպիտակած կամ բեղնված դուրս եմ եկել, դա էլի փոշին էր։ Ինչևէ, այսօր դրա մասին չի, որ ուզում եմ ձեր հետ խոսամ, ուղղակի շատ անձնական նամակներ եմ ստանում, գրառումների բաժնում եք գրում, փոշոտում, գրում եք ինձ թե խոհանոցային տեսեջով, Instagram-ով եք շատ գրում, դրա համար ասեցի ասեմ, որ մինչ այս պահը չկա փոշոտում, անգամ եղևնու վրա կոներել չեն երևում, սիրելի հետևորդներ ջան։ Ինչևէ, այ որ մեր բակի եղևնին լներ, ավելի հստակ կասեի, բայց մարդիկ ասում են, խոսում են, մենք էլ լսում ենք, գնում ենք, տեսնում ենք, մի խոսքով։ Հիմա այս անձրևային օրով, գարնանային օրով, մի քիչ սենց խառնի շփոթի մեջ, որովհետև դե գիտեք, ամուսինս եկավ, որ ասում է մի ամիս լավ օրերի մեջ եղանք, լավ գործերի մեջ եղանք, մի քիչ շատ հոգնեցինք, այս կողմ, այն կողմ, բայց ընտանիքս համալրվեց, ես ինձ լավ զգացի, քանի որ Ալեքսը շատ երջանիկ էր, շատ ուրախ օրեր ունեցանք, ձեզ էլ մեր հետ մասնակից դարձրի, քանի որ այսքան տարիների միասնությունը վառապացիչն է, որ դուք իմ լավ ու բարի բարեկամներն եք, իսկ բարեկամներն իրարից շատ թեթևակի, որ տարածություն ու գաղտնիություն են պահում։ Ճիշտ ասենց խոսք կա, որ սրտի տարակներն ամենքի մոտ չես բացելու, միշտ մի անկյունը փակ ես պահելու, այդպես էլ կա, բայց հիմա երբ որ Նիկան եկավ, շատ
գործերի մեջ մտանք գալուց էլ առաջ, գիտեք որ շինարարություն էինք անում, բաղնիք ենք սարքում, 2 տարի առաջ վերևինը սարքեցինք, նույնի ուղղությունով հիմա էլ ներքևն ենք սարքում, 2 տարի առաջ դե որոշեցինք այսքան տարի չունեցած, նես չի որ ընդհանրապես չենք ունեցել, ուղղակի Այն թվերի բաղնիք ա եղել, այս նորավոր ծիր ունեցել բաղնիք, չեմ ունեցել, ես ունեի իմ մտահղացումները, մի խոսքով ինչ մտածել էի, ինչ պլանավորել էի, Աստծո օրհնությունով ու օգնությունով, հասա դրան, լավից լավը միշտ առնեմ, բայց իմ տարբերակը գիտեք, որ ես ընտրում եմ ոսկե միջինը, որ ամեն ձևով հասանելի լինի, թե ֆինանսական, թե հոգեպես, թե ֆիզիկական, չէ որ մենակ սարքելը չի, բա պահելը, պահպանելը, մաքրելը, էդ էլ կա է։ Դրանից հետո տարիներ անցան, մոտ 2 տարի, նամանավանդ ձմռանը, զգացինք, որ շատ ենք խեղճանում ու ամեն րոպե հարմարში էլի վերև, ներքև, հազի համար ներողություն, գիտեք, վատառողջ եմ, ես էլ եղանակի նման առավոտից վեր եմ կենում լավ, կեսօրից տենս կմեմ, որ կոկոր, տես աչկերս, գլուխս, սավն եմ, վիրուսը ասմեն դժվար անցնում է վիրուսը շատ, ինչև է սիրելի հետևորդներ ջան, դեռ ինքն ընդեղ էր որոշեցինք, որ ներքևն է սարքենք, դե մտածեցինք ծախսը քիչ կգնի, պատերը կա, պոլը չկար, սյաշկա արինք, դրանք ցույց եմ տվել, տեսել եք, բայց թե տարին տարվա վրա ամեն ինչը թանգանում է, կարևորը մարդկությունը չթանկանա։ Եկանք հասանք, ամիսներ տևեց, ես մտածում էի, որ պատերը կա, կրիշ պետք չի, մի խոսքով էլի, կնոջ մտածելակ էր, մտածում էի մաքսիմում մի ամիս մեր լոգասենյակը պատրաստ կլինի, ինչ մի ամիս, եթե ոչ ամիսներ, բայց ամեն ինչի, ոնց սիրում եմ ասել, վերջն ա գողելի, ու երբ որ ձեռնարկեցինք, որ պատրաստ ենք, վերանորոգենք, դե ժամանակին կեսրարս այն են սարքելա, հենա, եկեք գնալ ու ավելի կոնկրետ ցույց տամ համել զգում եմ, որ ցուրտ է, մեջքս սառեց, անձրևամաղան, փախնելա պետք, խոնավա ցուրտ է, արևլնի, անձրևլնի, իմ ամուսնյակը պարապ մնացող չի, էլ վարպետին չսպասեց, հասկանում ենք, որ մեր գործերը մենք տենք անի, որովհետև մարդիկ մի անգամից մի քանի տեղ են աշխատում, դե ոչինչ, Հայաստանի մոդեն էլ է դա, մեր փողին է գերբ չկա, տակ, մի գնանք, նյուժելի հավաքելու են, պրծնեմ ես ամեն ինչից, կրանթը, ժողովուրդ հետաքրքիր մի բան, ընքան հետաքրքիր էր, այս ֆիրմանա, ընդե առաջարկին, տեսեք ես էլ նույն ֆիրման, հիմա իմ ամուսնյակը սարքմա այսօր մայիսի քոնիսնու 15-16-ն է, ոնց որ երեք շատ լավ օր ենք ունեցել, Վանաձոր գնացել եկել, ժամը 6-ից հետո, այս մի հատ տամ իրանը, ասեմ, ինչ ենք արել, բերեցի Նիկա, այդ բաժակով սիֆոնը ասում է, որ հոտ չգա դրա։ Գիտեմ, որ հոտ չգա, բայց դե չկա դեղատեղները։ Հոտ չգա գումար սրանով էլ կարաս։ Չէ, բաժակովը դիր ոնց կա։ Աննա, բաժակովը չի լավ։
Ասանես։ Ներեցի։ Կոմասել է ճիշտ։ Կուծարից բան չի պրծե, որ դա պրծնի, ինքան նա որ արդեն հոգնել է։ Նայեք, այս այա սարքել, նույն լոգասենյակի բաներն է, այս կտորը դեք փոխելու եմ, նույն լոգասենյակի տիպով ստեղել եղավ, ինքն արել իրա ձեռքերով։ Խնդրեմ։ Տակից գլուխ, սիրուն, շնորհքով արածը։ Ուզում էի լույսը սենց լներ, բայց թե տարածքը թույլ չտվեց, էլի, այդ առաստաղի ու պլաստիկի արանքը թույլ չտվեց։ Ինչևէ, շատ լավն է, շատ գոհ ու շնորհակալ եմ։ Ստեղել սենց փոփոխություններ ունենք, ռակվին են հանել արդեն, թե չէ, հանել է, դե որ հանել է, եկեք բարով մասենք, այս սա էլ է կպցնելու, սա էլ ստեդնենք, այս էլ, սենց մեջը, ապրես, այս էլ, սրան տանենք, դբալավը, դեպի ազատություն, մենք վաղուց ենք դբալավն, այս սենց, ասենք թե, իրոք հիանում եմ, որ թարմ է էլի, լավ է, սիրուն, բա ուր է, բա չարանի մեջին ուր է, Նոքիմանա Բալվացարանն ուր ես տարել? Աննա, հրեջ դրած չի, բես ինչ ես ասում, հրեջ։ չեմ տեսի, Բան չի էր այ հավաքը։ Ես էր ման եմ գալիս, անհանգիստ ձևով հետն է ու խայ։ Հավաքը էր ես քիչ։ Այ շատ ապրես։ Գրանցն է պետք է ինչի։ Բերել եմ։ Ուղ, ես էլ ապինանոք ստացա, ասում եմ ես սուրա չիկա։ Մի գրանցն է պետք, սա լավ պետք չի։ Սա պետք չի։ Կարող է սա ճիշտ է։ Ես էլ գրանցը, ասիս չան։ Սիրևի ուրիշ ծևապած։ Լավ, շարդը, փոխում ենք հնարվարա։ Ես կրանցն ավել որ հավակ է, որ մնացած է։ Բարով մաշենք, ուրախ օգտագործենք, բայց այս դեպքն չասենք հազարը մաշենք։ Սկոչանացը։ Սաբավոց է իր վարջերուց կոչավատայի ստեղացումը։ Այս սրան կարդտիեղնի աչքի։ Սրան կարդտիեղնի պետք է դա ներկարացնել։ Այս կոմից դու բացել էիր, հա։ Հա, այս կողմը չեմ բացել, չեմ կարող բացել։ Տեսեք, մեսոչիկով, սիրուն, մալադեց։ Դուր ես ճնշման ապարատի տոպրակ դարձնեմ, էլի։ Հա։ Դարձերա։
Ամուր է, էլի չէ։ Չկա Մեջին էլ բան չկա։ Դրային մասն էր լավը, Նիկա, այս քիթը երկար էր, էլի, չէ։ Վինտիկն էլ նոր ասենալը։ Վինտիկ։ Հա, հրեզ վինտիկները։ Այս ասեն ստեղելի։ Բրուստեն ավարվի։ Հարմար չտեղնի ու չմիտևի։ Այս յան կաստին էր մերը։ Իրանք ձգվող չեն։ Նա ես հասկանամ, ինչ եմ անում։ Դասավարի կլուչ ապետք է հիվա։ Դասավարի կլուչ ընդեղ պետք է եղել։ Դրանք անգամ կետերը կա, կապուտ կարմիր, եկեք սրան unboxing-ն անենք, այս թաղանթը պոկելա պետք, բայց թե վայ են պոկել են, նենց բինդ են կպցրևար, չէ, չեղավ, ծուրծայրով մի բանով կպոկ, ենքաննա, եզր բացվի, հեսա, ոնց ենք ասեմ unboxing, ուրա, հետևասներ, գիտեմ իմ հետ հավասար ուրախանում եք, քիչ մնացա, սա խցիկս շրջեմ, որ հասկանանք ինչ եմ ասում, ոնց եմ ասում, մի խոսքով, այսքանը որ սարքել է, կեսրարս, դե չի հասցրել ավարտին հասցնի, մի էլ Նիկան ինքը որոշեց ինքը հասցնի ավարտին ու այս մի կողմում բաղնիքա, այս մի կողմը լուսամուտը, որ դրած է հանգստի սենյակը, այն մի կողմն էլ ինքը ահագին գործարավ, չեմ ուզում կիսատ պռատ ցույց տամ, երբ որ վախտը կգա, կտենակ ինչա, շատ հավես բան է ինքը մտածել, այն չներկայացված դռներով, մի խոսքով վախտը կգա, ասած մեր լորեցիներին ցույց կտամ, հիմա եկեք գնանք դեպի խոհանոց, ենքան խոհանոց են ասել, գնանք դեպի տուն, ստեղ իմ ծաղիկն է, ծաղիկներս դուրս եմ հանել, այս մեկն եմ թողել, հելը ինչքան սիրուն է, չէ, սիրելի հետևորդներ, մի հատ օպա, հիանանք, այս է ծանեմ, իր առեջներին, թերթիկներին, կոկոն, մեկ, մի հատ նայեք էլի, տարբեր աստիճանի բացվածք ունի, ինչև է, հիանանք ծաղկով, գնանք առաջ, ստեղ դեռ կիսատ պռատ գործեր կա, չի գնում, մեր գործը առաջ չի գնում, հոզորով չի, հատակը վերջացրել ենք, դա գիտեք, այն մի սենյակը, այս տեի մասին է խոսքս,
կիսատա, դեռ պատեր, մատեր, տեսեք ոչ բան արած չի, որովհետև կիսատա։ Սարցախցիկը ժամանակավոր բերել դրել եմ այդտեղ։ Հիմա մտնենք լոգասենյակ։ Վերևի մի համեմատ, այս մեկն ուզեցել եմ, որ սպիտակ երանգի մեջ չլինի, սիրում եմ շատ սպիտակը, դուրը դրել ենք եվրո, սա մեր հայելին, ախ ես ինչքան եմ ուրախանում, ախ ես ինչքան եմ շնորհակալ եմ Աստծուն, որ պլանավորում ես հասնում ամեն ինչին, եկեք լույսն անջատեմ, մի հատ հայ լույսով հիանանք, օպա, սա մի երանք, սա 2, 3, նայեք, 4 աստիճան ունի, ինչև է, այստեղ ուր էր ավելս եմ, հա, միջանց կմազարմացա գիտեի, որ բաղնիքըմ չունեմ դրած տենց բան, ինչև է, սիրելի հետևորդներ ջան, սա իմ լոգասենյակի ընդհանուր տեսքն է, հիմա լույսը վառեմ, եթե համեմատենք վերևն ու ներքևը, տարբերությունը հսկայական է, անգամ շկաֆն է տարբեր, նա մեծ էր, այս մասը դարակով էր, եթե կհիշեք, սա սովորական, սպիտակ, մաքուր, հայելին էլ, վերևինը հիշում եք, չէ, այս անգամ ուզեցի այս տարբերակը, այստեղ սրբիչների համար նախատեսած կախիչն է, այստեղ գիտեմ ասելու եք, այս ինչա, Նիկան է բերել տաքացուցիչ, հեսա, որ դնենք պետքի դեպքում տաքացնենք, դրա համար իր տեղ էլ կմնա, այս մյուս կողմում ունենք կախիչներ, այս հատվածը, այս որ սենց դապդատար կա մնացել, այնստեղից դեպի են կողմ, հետաքրքիր բան ենք մտածել, նստարանի տիպի, հավես բան ենք դնելու, ուղղակի դեռ պահն ու ժամանակը չի եկել, այս մյուս կողմում, որ էլի շատ իմ սրտով է, եթե համեմատենք վերևի ու ներքևի հետ, գնային առումով շատ տարբեր է, սա ավելի մատչելի, ավելի ինձ հարմար, քթով, այսինքն որ պետքի դեպքում ծորակ էլի, ուղղակի ժամանակակից ձևով է, այս տիպի ծորակով չի, ու ունի այս ձևի երկու տիպի ցնցուղ, այստեղ արդեն շարել եմ ինձ պետքական իրերը, ժողովուրդ, վստահաբար խորհուրդ կտամ, օգտվեք այս հաճույքներից, շամպունն է, իրա բալզամով, շատ լավն է, շատ որակով, ճիշտ է գնայինը մի քիչ թանկ է, բայց օրինակ վճարել եմ 7000 դրամ, բայց թե պատկերացրեք ինչքան կօգտագործեմ, նույնը և շամպունը, առանցին ամենքնարժեն 7000 դրամ, ստե Ալեքսիս համար նախատեսված, ստեղ իմ համար նախքան այս շամպունը շատ սիրել եմ, Էլսևի կարմիրը, լոգանքի գելերից սա եմ սիրում կապույտը, ծովային, ուղղակի նա էլ վերևատ է մնացել, այստեղ էլ ունենք այսպիսի սրբիչի համար նախատեսված ձող, ոնց տեսնում եք առաստաղը, այսպես ասած, պլաստիկա, սա էլ պլաստիկ, եթե համեմատենք վերև ներքև լոգասենյակը, այստեղ ըստ օրենքի, մի րոպե, հեսա թեքեմ, այս հատվածից դեպի են կոմա պետքա սենց բարձյուրի նման բաներներ, բայց չեն կարել, որովհետև նախընտրել ենք հենց այս ձևով, հենց այս տիպով, սիրելի հետևորդներ ջան,
Քանի որ ձևով որ ուզել էի, այդ տիպի բաղնիկ ունեինք, իսկ սա սարքել ենք ավելի, ոնց ասեմ, հասանելի, ավելի հեշտ մաքրվող, ավելի գրպանին հարմար, թե շին ապրանքների առումով, թե վարպետին վճարելու առումով, որովհետև եթե սալիկի համար վճարում ես քառակուսին 5-ից 6,000 դրամ, պլաստիկը դրա կեսն ես տալիս, մի խոսքով, ու եթե խորանանք, պլաստիկը ավելի հարմար է ու արագ է մաքրվում, ավելի հեշտ, ավելի հանգիստ, չգիտեմ, ես եմ շատ գոհ եմ, ամեն տանտիրուհի ինքը գիտի, չէ՞, ինչա պետք, ոնց է պետք, ու այդպես էլ վարվում է, շատ հավանում եմ, նաև այս ավելները արդեն երրորդն եմ օգտագործում ու չեմ էլ դժգոհում, դե ինչ, սիրելի հետևորդներ ջան, էլի ունենք շինարարություն, որ դեռ կիսատա, հենա, քանդած, ավիրած, ընդեղնիկան գնալուց առաջ էլի պատվերներ արավ, որովհետև ոչ թե պետք է, նաև անհրաժեշտ է, մենք ընդմիշտ պրծնենք ու արդեն ուրիշ գործով զբաղվենք, որ մենք էլ մեզ հանգիստ ու լավ զգանք, իսկ որպես լոգասենյակ շատ լավն է, շատ հարմար, փորձարկել ենք, շատ ամեն ինչը իմ սրտով է, իմ ուզածով, թե վերևի լոգասենյակը, թե ներքևի, այսքանից հետո ինչա մեզ մնան, աղմուկը շատ, չեմ սիրում, որ շատ տալնեմ աղմուկը, այսքանից հետո ինչա մեզ մնան, սիրելի հետևորդներ ջան, անջատ եցավ տան, որ վայել ենք մեր ունեցածը, մեզ լավ զգանք, հանգիստ, առողջ, երջանիկ, մեր գանձերի հետ, ցուրտ է, ժողովուրդ, ցուրտ, ու շնորհակալ լինենք այն ամենից, ինչը որ ունենք, ինչին որ հասել ենք, ինչը որ ստացել ենք, այս հագիս բլուզը, երևի թե նկատեցիք, որ նորա, շատ շնորհակալություն իմ քույր, ինձ արդեն հարազատ դարձած իմ լավ հետևորդուհու իմ սրտիկին, որ ամեն անգամ օվկիանոսից են կողմ, ինչ-որ մի բան ուղարկում, նվիրում, հասցնում է մեզ, կարևորը իմ համար մարդկային շփումն ու որակն է, սիրելի հետևորդներ ջան, իսկ հիմա ուրախ սրտով զգում եք այն ոգևորությունը չկա, որովհետև շատ երկար սարքվեց այս բաղնիքը, այն վերևինից երկար, մի տեսակ չի գնում առաջ գործը, որ սեզ նայեմ ես ինքը մասշտաբը փոքր է, էլի, բայց սենց հավեսով առաջ չի գնում, էլի ունենք կիսատ գործեր, ոնց եմ ուզում վերջացնենք, ասած մեր լորեցիներին մի կուռ պրծնենք, մի կուռ կտրենք ու այս ամեն ինչից պրծնենք, ես եմ, էլ չեմ ուզում, վերանորոգում, որովհետև ոչ թե հերիքա, այլև բավա, երբ որ մտնում ես վերանորոգման մեջ, գիտեք էլի, ովքեր վերանորոգման մեջ են, ինձ լավ տեղին կհասկանան, այնպես չի, որ տրտնջում եմ, ուղղակի ասում եմ, այսքան բան, սիրելի հետևորդներ ջան, սա էլ իմ սպասված լոգասենյակը, տունդ եթե երկհարկանի է, ցանկալի է, որ հնարավորինս կոմֆորտի բերես, ունենաս այն ամեն ինչը որ քեզ հեշտ ու հարմար է, շատ անգամ եք գրում, որ աստիճանները ներսից արեք, այս արեք, այն արեք, դա էլ ունի իր պատմությունը,
ներսից անել ոչ մի անգամ հնարավոր չի, որովհետև այդպես է պետք, այնպես որ կսպասեմ ձեր գեղեցիկ գրառումներին, լայքերին, սիրելի հետևորդներ ջան, ակտիվ եղեք, լայքեք, եթե հավանում ու դիտում եք իմ տեսանյութերը, բաժանորդագրվեք, տարածեք իմեջը, որ դառնանք էլ ավելի մեծ ու կլոր ընտանիք, ես միշտ ասել եմ, ես չեմ ասում մեծ ընտանիք, որովհետև մեծը իմ համար ուրիշ հասկացություն է, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, սիրենք իրար, գնահատենք իրար, շնորհակալ եմ, որ իմ հետ եք, շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր հետևողական ձևով ակտիվ եղաք, թե գրառումներում, թե լայքերում, այս մի ամիսը, այն որ գերազանց ձևով մեր կողքին էիք, շնորհակալ եմ, շատ, շատ ու շատ, սիրելի հետևորդներ ջան, սիրում եմ բոլորիդ, գրկում բոլորիդ, իսկ մենք կհանդիպենք օրվա վլոգում, պակա, պակա։